Բարև ձեզ հայրենակիցներ, եթերում 02 հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Սույն թվականի մայիսի 24-ին ԼՂ ոստիկանությունում կայացած խորհրդակցությունը նվիրված էր ԼՂ ոստիկանության ընթացիկ տարվա առաջին եռամսյակի օպերատիվ ծառայական գործունեության արդյունքների ամփոփմանը։ Խորհրդակցությունը վարում էր ԼՂ ոստիկանության պետ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը։ Ներկային ոստիկանության պետի տեղակալները, կենտրոնական ապարատի ծառայությունների, ճանապարհային ոստիկանության, քրեակատարողական եւ պետական պահպանության վարչությունների, ինչպես նաեւ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների պետերը։ 2016 թվականի առաջին եռամսյակում հանրապետությունում գրանցվել է 203 հանցագործություն, 2015 թվականի նույն ժամանակահատվածի 110-ի դիմաց։ Չնայած հանցագործությունների թիվը աճել է 110-ով, սակայն հարկ է նշել, որ այն հիմնականում պայմանավորված է 2016 թվականի առաջին եռամսյակում լատենտային բնույթ կրող հանցագործություններից, թմրամիջոցների, զենք եւ ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման եւ բացահայտման ակտիվ աշխատանքներով, ինչպես նաեւ սույն թվականի հունվարի 1-ից դիմողի բողոքի բացակայության եւ տուժողը կասկածյալի կամ մեղադրյալի հետ հաշտվելու հիմքերով կարճված քրեական գործերով եւ մերժված նյութերով հանցագործությունների հաշվառման հանգամանքներով։ Հաշվետու եռամսյակում 8 անչափահասի կողմից կատարվել է 10 գողության դեպք։ Հանրապետությունում հանցագործությունների կտրուկ աճի պարագայում բարելավել է նաև բոլոր ուղղություններով դրանց բացահայտման արդյունավետությունը։ Հաշվետու եռամսյակում գրանցված հանցագործությունների բացահայտման տոկոսում հաշվառվող բոլոր հանցատեսակներով ապահովել է 100%-անոց բացահայտում։ 2016 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3 դեպքով 14-ից 11 նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները, 1-ով 3-ից 2 զոհերի եւ 8-ով 20-ից 12 վիրավորների թիվը։ ԼՂ ոստիկանության պետը ձեռնպահ մնալով եռամսյակի արդյունքներով գնահատականներ տալուց մի շարք ուղղություններով նպատակային հանձնարարականներ ուղղեց ոստիկանության առանցքային ծառայությունների եւ տարածքային ստորաբաժանումների պատասխանատուներին։ Չնայած հանցագործությունների աճը հիմնականում պայմանավորված է օրենսդրության փոփոխությամբ եւ լատենտային բնույթ կրող հանցագործությունների հայտնաբերման հանգամանքներով, սակայն այդուհանդերձ կան որոշակի ուղղություններ, որտեղ անհրաժեշտ են բեկումնային փոփոխություններ մտցնել։ Առաջին հերթին բնակարանային գողությունների 100%-անոց բացահայտման հրամայականն է։ Բացի այդ, անհրաժեշտ է ուժեղացնել հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, իսկ դրանք նախականխելու լավագույն միջոցը պրոֆիլակտիկ աշխատանքների ակտիվացումն է։ Դուք պարտավոր եք հայտնաբերել հակաօրինական արարք կատարելու հակումներ ունեցող անձանց շրջանակը եւ անհապաղ միջոցներ ձեռնարկել նրանց գործողությունները կանխելու եւ հնարավոր հանցագործության նպաստող պայմաններն ու պատճառները վերացնելու ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ գոհ եմ բացահայտման տոկոսներից, հանրապետությունում կատարվել է 203 հանցագործություն, համեմատելով 15 թվականին 110-ը 203, աճ ունեք 93, ես գնահատական չեմ դնում եռամսյակը, բայց բացահայտման տոկոսով տարածքայինում եւ ընդհանուր հանրապետությունում 100%-անոց բացահայտման տոկոսներ ունենք։ Կան բացթողումներ, խնդիրներ պիտի լինի, քրեական հետախուզությանը, տեղամասային տեսչությունների μην սպասեք հանցագործություն կատարվի, տեղերում պետք է աշխատանքներ տանվի։ Կիսամյակը գնահատական եմ տալու։ Ոստիկանության պետը կարևորեց նաև անչափահասների շրջանում իրականացվող աշխատանքները եւ անդրադառնալով հանրապետությունում նախանշված վերջին զանգի հանդիսակատարությանը ու դրան հաջորդող միջոցառումներին, համապատասխան ծառայությունների պատասխանատուներին, մասնավորապես ճանապարհային ոստիկանությանը հանձնարարեց ուժեղացված ծառայության միջոցով իսպառ բացառել անչափահասների կողմից իրավախախտումների, այդ թվում առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոցները վարելու հնարավոր դեպքերը։ Ճանապարհային ոստիկանության պետը վերջի զանգի հետ կապված հրաման եմ տալիս բոլորին։ Ուժեղացված ծառայություն, քաղաքի պաշտպան պետից սկսած բոլոր տարածքային պետերը ապահովել ծառայությունը նորմալ բարձր մակարդակով վերջի զանգի միջոցառումները ժողովուրդը տոնեն։ Եվ ճանապարհային ոստիկանության պետ ոչ մի երեխա չպիտի մեքենա վարի։ Բոլորը ուշադրությունը պտերալիր են մեր քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար։ Համակարգը պիտի լինի ուննա, ոստիկանության համակարգը պիտի գործի արդար։ Մեր քաղաքացիները որ վստահ են մեզ։ ԼՂ ոստիկանության պետ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի սույն թվականի մայիսի 23-ին ստորագրված հրամանի համաձայն ոստիկանության փոխգնդապետ Արա Պողոսյանը երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է ԼՂ ոստիկանության Շուշիի շրջբաժնի պետի պաշտոնից։ Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով
Ոստիկանության մայոր Դավիթ Խաչատրյանը ազատվել է ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի տեղակալի պաշտոնից եւ նշանակվել ոստիկանության Շուշիի շրջբաժնի պետի պաշտոնին։ Սույն թվականի մայիսի 20-ին մեկնարկեց եւ մայիսի 24-ին ավարտվեց ԼՂ ոստիկանության գլխավոր, ավագ, միջին եւ կրտսեր խմբերի ծառայողների ատեստավորումը։ Ոստիկանության գլխավոր եւ ավագ խմբի ծառայողները ատեստավորում անցան ԼՂ ոստիկանության պետ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի մոտ։ Հերթապոմասի աշխատանքը ղեկավարում է հերթապոմասի, ով կազմակերպում է հերթապոմասի գործունեությունը։ Աշխատանքները տանում հանձնակալում են ընտրության և դաստիարակության ուղղությամբ։ Միջոցները ձեռնարկում ենթակա ծառայողների մասնագիտական պատրաստականության կատարողական և ծառայողական կարգապահության բարձրացման ուղղությամբ։ Մշակում է հերթապոմասի ծառայողների գործառույթային պարտականությունները։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 27-ի ոստիկանության ծառայողի ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները սահմանելու մասին որոշման համաձայն ատեստավորումը զբաղեցրած պաշտոնին ոստիկանության ծառայողի մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների համապատասխանության և նրա ծառայողական պիտանիության հեռանկարի որոշումն է։ Ատեստավորումը իրականացում է ոստիկանությունում ծառայության մասին ԼՂ օրենքի 15-րդ հոդվածի պահանջներին համապատասխան։ Ոստիկանության ծառայողների հերթական ատեստավորումը անցկացում է 3 տարի մեկ անգամ։ Ատեստավորման հանձնաժողովը կազմավորում է պետական կառավարման մարմնի ղեկավարը։ Ոստիկանության ծառայողը իրավունք ունի ծանոթանալ ատեստավորման արդյունքներին եւ բողոքարկել դրանք ատեստավորման արդյունքներին ծանոթանալուց հետո ոչ ուշ, քան 7 օրվա ընթացքում վերադասության կարգով։ Ատեստավորման արդյունքները պահվում են ոստիկանության ծառայողի անձնական գործում։ Ատեստավորումը անցկացում է ոստիկանության ծառայողի անմիջական մասնակցությամբ։ Ատեստավորման արդյունքում ատեստավորման հանձնաժողովը ընդունում է հետևյալ որոշումներից միայն մեկը՝ համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին, կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն, կարող է ներկայացվել խրախուսման, ատեստավորումը հետաձգել մինչև 1 տարի ժամկետով ծառայողին գործուղելով վերապատրաստման, չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին։ Զգա։ Հավասարություն դեպի կենտրոն։ Պարոն Գտաբեկ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի արտաքին խաղողը, ոստիկանատենի տեղակալ Ողջույն, Ողջույն, պարոն Գտաբեկ։ ազատ։ Սույն թվականի մայիսի 26-ին հանդիսավոր տողանի ընթացքում հրապարակվեցին ատեստավորման արդյունքներով ոստիկանության ծառայողների խրախուսման վերաբերյալ ԼՂ ոստիկանության պետի հրամանները։ ԼՂ ոստիկանության պետի հրամանների համաձայն ոստիկանության քրեական հետախուզության վարչության գույքային հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ ոստիկանության կապիտան Անդրեյ Սերգեյ Մկրչյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ նշանակվել նույն վարչության պետի տեղակալի պաշտոնին։ Ոստիկանության քննչական վարչության պետի տեղակալ, ինքը եւ հատկապես կարևոր գործերով քննության բաժնի պետ ոստիկանության մայոր Նարեկ Գրիգորյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ նշանակվել նույն վարչության պետի տեղակալի պաշտոնին։ Ոստիկանության քննչական վարչության Ստեփանակերտ քաղաքի քննչական բաժնի պետ ոստիկանության մայոր Արայիկ Ներսիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ նշանակվել նույն վարչության պետի տեղակալ, ինքը եւ հատկապես կարևոր գործերով քննության բաժնի պետի պաշտոնին։ Ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման, ատեստավորման ընթացքում մասնագիտական բարձր գիտելիքներ ցուցաբերելու համար ոստիկանության 4 ծառայողների վաղաժամկետ շնորհվել է ոստիկանության հերթական կոչում, իսկ 2 ծառայողներ արժանացել են դրամական խրախուսման։ 2016 թվականի մայիսի 20-ից մինչև 24-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության համակարգի գլխավոր ավագ միջին և կրտսեր խմբերի 205 ծառայողներ անցել են ատեստավորում։ Ատեստավորման արդյունքներով 162 ծառայողներ համապատասխանում են զբաղեցրած պաշտոններին, 22 ծառայողի ատեստավորումը հետաձգվել է 1 ամիս ժամկետով, 16 ծառայող կարող են զբաղեցնել ավելի բարձր պաշտոն և 5 ծառայողներ խրախուսվել են։ Համաձայն ԼՂ ոստիկանության ղեկավարության մոտ 2016 թվականի առաջին կիսամյակում անցկացվելիք օպերատիվ խորհրդակցությունների պլանի, սույն թվականի մայիսի 24-ին ԼՂ ոստիկանության պետի տեղակալ ոստիկանության գնդապետ Գագիկ Ղահրամանյանը օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց հասարակական կարգի ապահովման բաժնի պրոֆիլակտիկայի բաժին բաժանմունքների ծառայողների հետ։
Ըստ սահմանված աշխատակարգի օպերատիվ խորհրդակցության օրակարգում ընդգրկված էին հասարակական վայրերում կատարված հանցագործությունների քննարկման, ինչպես նաև թույլտվության համակարգի կողմից քաղաքացիների զենքերի գրանցման եւ վերագրանցման ուղղությամբ ԼՂ ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի պրոֆիլակտիկայի բաժին բաժանմունքների կողմից կատարված աշխատանքները։ Օրակարգի առաջին հարցով հանդես եկավ ԼՂ ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գրիգորի Աբրահամյանը, ով հիմնականում կանգ առավ հասարակական վայրերում կատարված հանցագործությունների մանրակրկիտ վերլուծությանը։ Թույլտվության համակարգի կողմից քաղաքացիների զենքերի գրանցման եւ վերագրանցման շարժի եւ առաջացող հարցերի վերաբերյալ զեկույցը ներկայացրեց ԼՂ ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի թույլտվության համակարգի ավագ տեսուչ ոստիկանության ավագ լեյտենանտ Արման Պողոսյանը։ Ընդհանրացնելով խորհրդակցության արդյունքները, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ղահրամանյանը տարածքային ստորաբաժանումների պրոֆիլակտիկայի բաժին բաժանմունքների ծառայողներին հանձնարարեց առավել ակտիվացնել հասարակական կարգի լիարժեք ապահովման եւ հասարակական վայրերում կատարված հանցագործությունների նախագծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Թույլտվության համակարգի կողմից քաղաքացիների զենքերի գրանցման եւ վերագրանցման ընթացքում ծագող հարցերի վերաբերյալ ծավալված քննարկման արդյունքներով ոստիկանության պետի տեղակալը հանձնարարեց բոլոր պայմանները ստեղծել քաղաքացիների պատշաճ սպասարկումը ապահովելու համար։ Երեխաներին երթևեկության կանոնները ուսուցանելու ու այդ կերպ նրանց մասնակցությամբ հնարավոր ճանապարհատրանսպորտային պատահարները կանխարգելելու նպատակով ուսումնական տարվա ողջ ընթացքում անչափահասների գործերով եւ ճանապարհային ոստիկանության տեսուչները մշտապես այցելել են ուսումնական հաստատություններ եւ համապատասխան թեմաներով հանդես եկել աշակերտների շրջանում։ Վերջերս Հայաստանի Հանրապետության ոստիկանության մեր գործընկերների կողմից Արցախի ոստիկանությանն է տրամադրվել փոքրիկ ոստիկանը վերտառությամբ հետաքրքրաշարժ գրքույկներ, որոնց մեջ գունազարդ պատկերներով ներառված են երթևեկության կանոնների վերաբերյալ հարցեր։ Հատկանշական է, որ թեստային տարբերակով շարադրված հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում վարվում է կանաչ, իսկ սխալ պատասխանի դեպքում կարմիր լուսային ազդանշանները, որը երեխաներին հնարավորություն է տալիս ավելի հետաքրքրությամբ ուսումնասիրել եւ սերտել երթևեկության կանոնները։ Շնորհակալություն հայտնելով Հայաստանի մեր գործընկերներին, հուսանք, որ նոր ուսումնական տարուց այս գրքույկները առավել մեծ հետաքրքրություն կառաջացնեն երեխաների մոտ երթևեկության կանոնները սերտելու գործում։ Սույն թվականի մայիսի 1-ից մինչև մայիսի 29-ն ընկած ժամանակահատվածում մարմնական վնասվածքի առաջացմամբ հանրապետության տարածքում արձանագրվել է 9 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով 1 քաղաքացի մահացել, իսկ 17-ը ներկայացվել են բուժ հաստատություններ։ Ներկայացնենք միայն վրայերթի 2 դեպքերը։ Մայիսի 13-ին ժամը 14:50-ի սահմաններում 1995 թվականին ծնված Արման Հովհաննիսյանը վարելով իրեն պատկանող Nissan ավտոմեքենան Տիգրան Մեծի փողոցի թիվ 31 հասցեում գտնվող LS սրճարանի դիմացի ճանապարհահատվածում վրայերթի է ենթարկել 2005 թվականին ծնված Արինա Բաղդասարյանին, ինչի հետևանքով վերջինը ստացել է մարմնական վնասվածքներ։ Մայիսի 17-ին ժամը 20:00-ի սահմաններում 1944 թվականին ծնված Միրիկ Աղաբեկյանը վարելով ԶԱԶ 968 ավտոմեքենան Բաղրամյան փողոցի թիվ 3 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրայերթի է ենթարկել 2013 թվականին ծնված Սերգեյ Իսրայելյանին, ինչի հետևանքով Սերգեյ եւ Լիլիթ Իսրայելյանները ստացել են մարմնական վնասվածքներ, իսկ 1961 թվականին ծնված Ռիտա Թավրիզյանը կլինիկական մահով տեղափոխվել է Հանրապետական բժշկական կենտրոն Փակbaşետիրական ընկերություն, որտեղ ժամը 20:30-ին մահացել է։ Նույն ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 15, գողության 7, ապօրինի ծառահատման 2, խարդախության, շորթման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեկական հանցագործության դեպք։ Իրականացված օպերատիվ հետախուզական եւ քննչական գործողությունների արդյունքում բոլոր դեպքերով հանցագործություններ կատարած անձինք հայտնաբերվել են։ Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ արձանագրվել է 351 ահազանգ, որոնցից 320-ը բուժ հաստատություններից ստացված կենցաղում ազգուշությամբ առաջացած վնասվածքների, 17-ը միայն նյութական վնասի հետևանքով ճանապարհատրանսպորտային պատահարների, իսկ մնացածը այլ բնույթի վերաբերյալ դեպքերի։ Բոլոր ահազանգերով անմիջապես դեպքի վայրեր է մեկնել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների օպերատիվ խմբերը եւ օրենքով սահմանված կարգով ընթացքավորել դրանք։ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ կատարելու համար նշված ժամանակահատվածում վարչական պատասխանատվության է ենթարկվել տրանսպորտային միջոցների 548 վարորդներ, որոնցից 28-ը անսթափ վիճակում, 448-ը սահմանված արագությունը գերազանցելու, 48-ը առանց վարորդական իրավունքի, իսկ մնացածը այլ կարգի խախտումներ կատարելու համար։ Մեր այսօրվա հաղորդումը մոտեցավ իր ավարտին։ Բարին անձ ձեզ։